Ֆիլմը նվիրվում է Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանագիր Դավիթ Գրիգորյանի հիշատակին։ Ֆրանսիացի զորավար արքայազն Կոնդեն ասել է. «Նախքան գեներալ դառնալը, անհրաժեշտ է շախմատ խաղալ սովորել»։ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանագիր Դավիթ Գրիգորյանը շախմատ խաղալ սովորել է վաղ տարիքում, բազմաթիվ մրցումներում գրավելով պատվավոր տեղեր։ Շախմատը նրան սովորեցրել է ճիշտ հաշվարկներ կատարել և սթափ գնահատել յուրաքանչյուր իրավիճակ։ Երբ 11-ամյա Դավիթին մայրը հարցնում է, թե որ սպորտաձևով է նա ցանկանում շարունակել զբաղվել, կարատեով թե շախմատով, Դավիթն ընտրում է շախմատը։ Հետո տարել եմ կարատեի, էդ էլ Իրանը չէր, ինքը հանգիստ, ասում էի դա մի հատ էլ դու խփի, ասում էր ես կարատեի իմաստը չեմ հասկանում, ինչի խփես, բառերով կարելի է հասկացնել դիմացին, ինչի խփես, կարատեի հետ միաժամանակ տարա շախմատի, մտածում էինք, որ Իրանը հենց շախմատն է, որովհետև սիրում էր մտածել, շատ ժամերով մտածում էր, նոր մի բառ ասում էր։ Հետո հարցրեցի դա շախմատ թե կարատե, դու որոշի, որովհետև երկուսը չի լինում։ Ինքը որոշեց, որ շախմատի պիտի գնա։ Դավիթը սիրում էր շախմատը, որը նրան սովորեցրել էր մտածել, վերլուծել և հաղթել, կռահելով խաղի ընթացքը 10 քայլ առաջ։ Հաճախ կյանքը համեմատում են խաղի հետ, որտեղ յուրաքանչյուր քայլ որոշիչ է, և միայն հաշվարկված քայլերն են բերում հաղթանակ։ Դավիթի համար շախմատը դարձավ ապրելու, չհանձնվելու և հաղթելու բանաձև։ Դավիթ Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են հերոսական ոգով ու մարտական շնչով սնունդ առած Սարդարապատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիքում Դավիթն ուժեղ էր մաթեմատիկայից, ֆիզիկայից, հաշվարկներից։ Համեստության հետ մեկտեղ Դավիթն ուներ սուր հումոր, ու երբ ընկերական շրջապատում զգում էր, որ ինչ-որ մեկի տրամադրությունն այն չէ, միանգամից սկսում էր կատակել։ Երբ պատերազմի ժամանակ ստացել էր Արցախի հերոսի կոչումը, մեր ընդհանուր ընկերներից մեկը զանգել էր, շնորհավորել, ասել էր. «Արդեն հերոս ընկեր ունենք», իսկ Դավիթը միանգամից իրեն բնորոշ համեստությամբ կատակել էր, թե «Ախպերս, էլ ուրիշ հերոսի անուն չգիտես», պատմում է Դավիթի մանկության ընկերը։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Դավիթ Գրիգորյանն ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կարճ ժամանակ անց նա գրավեց թե դասախոսների, թե ընկերների սրտերը, լինելով ազնվության, ճշտապահության ու ընկերասիրության բացառիկ օրինակ։ Նրա ծարավը գիտելիքի հանդեպ երբեք չմարեց։ Թշնամուն միայն զենքով չէ, որ պետք է հաղթել։ Թշնամուն կարելի է հաղթել նաև գիտելիքով։ Որդու խոսքերն է հիշում տիկին Սուսաննան ավելացնելով. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մեծ դեր է ունեցել որդուս կյանքում։ Նա գիշեր-ցերեկ պարապել է, որ դառնա այս բուհի ուսանող։ Դավիթը հավատում էր, որ գիտելիքը ուժ է, ուժ, որն անխոցելի է դարձնում մեր ապագան։ Երբևէ մտածել եք, որ շախմատն ամենաարդար խաղն է և ամենաազնիվ պատերազմը։ Ոչ արյուն, ոչ գոռոց, պարզապես հաշվարկ, միտք և կամք։ Բայց 2020 թվականի սեպտեմբերին խաղի կանոնները փոխվեցին, և Դավիթը առաջիններից էր, որ առանց վարանելու գնաց պաշտպանելու իր հայրենիքը։ Ընկերները պատմում են, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել խաղաղասեր Դավիթը, երբ խոցել է թշնամու առաջին տանկը։ Բայց պատերազմն այլ ելք չի թողնում։ Հայրենիքի համար պայքարը նրա կյանքի ամենակարևոր խաղն էր,
որտեղ ինքը չէր կարող պարտվել։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում մասնակցելով պատերազմական գործողությունների, Արցախի Հանրապետության Վարանդայի հատվածում խոցել է 15 տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա, ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է Արցախի հերոս բարձրագույն պետական կոչմանը, պարգևատրվել ոսկե արծիվ շքանշանով։ Կյանքում ու շախմատում ամենակարևորը հաղթելն է։ Կամ մնում ես հետևում, կամ տապալում ես թագավորին ու խաղն ավարտվում է։ Կյանքում, ինչպես շախմատում, պարտվել է խաղից դուրս մնալ չի նշանակում։ Պարտվել նշանակում է սովորել, հասկանալ և նոր խաղաշրջան սկսել։ Կյանքում իրական հաղթանակ է նաև, երբ խաղից դուրս ես գալիս մարդ մնացած։ Մարդուն չեն հիշում միայն իր հաղթանակներով։ Մարդուն հիշում են նաև այն պահով, երբ նա կարող էր դուրս գալ խաղից, բայց մնում ու քայլ է անում։ Եվ այդ մեկ քայլը, անգամ եթե վերջինն էր, դառնում է պատմություն։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Դավիթի և մեր բոլոր հերոս տղաների օրինակը սովորեցնում է, որ ամենաանվրեպ հաշվարկը հայրենասիրության հաշվարկն է, որ կյանքի իսկական թագուհին բանակ որդի ճանապարհած մայրերն են, իսկ իսկական թագավորները նրանք, ովքեր ընկան, որ մենք կանգուն մնանք։ Այս պատերազմը երեկ չսկսվեց։ Այս պատերազմը վաղուց էր սկսված։ Զոհվել են շատերը մեզանից առաջ, նահատակվել են, թողնելով մի հարց, որ մենք ենք հիմա աշխարհին տալիս։ Որտեղից արդյոք թուրքերին այդքան անամոթություն, որ պապենական մեր սուրբ հողերը իրենցն են կարծում։ Որտեղից այդքան անամոթություն։ Եվ ասում եմ ձեզ մարգարեի պես, մեր նահատակված հայ զինվորների ոխից վախեցեք և սարսափեցեք մեզ նման տղերքի դաժան վրեժից, ուր էլ որ լինենք, իրարից բաժան, իրարան ճանաչ, կհամախմբվենք, կելնենք ձեր դեմ և ֆիդայական խմբերքով զորեղ մենք ետ կվերցնենք հողը հայրենի։ Թերևս աշխարհում ոչ մի հայրենիք, մեծ ու վիթխարի, զորեղ ու կարող ոչ մի հայրենիք յուրայինների սրտում ու հոգում չի հարուցանում այնքան սեր անանց ու կարոտ այնքան, որքան այս մի բուռ բռուն սեղմված երկիրը հայոց։ Հայոց աշխարհը չճանաչողը պիտի որ կարծի, թե սա երկիր է մի հսկայական, վիթխարի աշխարհ, հայրենիք հզոր, և իսկապես էլ սա երկիր է մեծ, վիթխարի աշխարհ, հայրենիք հզոր։ Իսկ մեր տղերքը, որ կռվեցին իրենց մարմնով ու հոգով ու պաշտպանեցին իրենց երկիրը, իրենց հայրենին, նրանք չեն մեռել։ Նրանք հեռացել, անմահացել են։ Անգամ անլեզու քարերն են ասում, նրանց արյունով ներկված հողն է ասում, նրանք չեն մեռել, հավերժացել են։ Մխիթարվեք, սգավոր մայրեր,
եւ հպարտացեք, որ դուք հայ ազգին այդպիսի քաջեր եք տվել։ Կոչեմ ապրողած, կոչեմ վերապրած ժողովուրդին, քեզ, որ ապրում ես դեռ ու պիտի ապրես։